Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը ժողովրդավարական համախմբում կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ինչով է ձեր ժողովրդավարական համախմբում կուսակցությունը տարբերվում մյուս ընդդիմադիր եւ իշխանական ուժերից։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պես չեմ կարող շատ տարբերություններ համեմատականների մեջ չընկնել, որովհետև շատերինը շատ մանրամասը տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել մեր ուղղությունները որոնք են եւ նաեւ հիմնական տարբերակիչները որոնք են։ Մենք որևիցե կապ եւ աղերս չունենք ոչ ներկայ իշխանությունների հետ, ոչ նախկին իշխանությունների հետ, որևիցե արտաքին քաղաքական բևեռի հետ եւ նաեւ զերծենք թե ֆինանսական եւ թե քաղաքական եւ գաղափարական կապանքներից բոլոր այդ ուժերի հետ։ Բայց սա բնականաբար անհրաժեշտ ոչ բավարար պայմանն է։ Մենք նաեւ առաջ ենք քաշում հասարակության վերակառուցման գաղափարապես նոր հիմնավորված մոտեցում, պետության պետականաշինության, ընդհանրապես ապագայի տեսլականի ռազմավարական մոտեցում եւ ընդհանրապես քաղաքական համակարգի ճգնաժամի հաղթահարման եւ ընդհանրապես վերաիմաստավորման եւ վերարժևորման ամբողջությամբ նոր եւ ամենակարևորը գիտական, պատմական եւ պրակտիկ հիմնավորումներով մոտեցումներ։ Արդեն մեկ շաբաթից էլ քիչ է, հա, մնացել ընտրություններին, ինչպես կգնահատեք ձեր շանսերը։ Դեք ես համոզված եմ, որ հաջողություն կլինի անպայման, բայց շանսերը գնահատելը ավելի շատ գուշակություն կլինի, որովհետեւ շանսը տվողը եւ վերցնողը բնականաբար ժողովուրդն է։ Եվ մինչեւ վերջի օրը, վերջի րոպեն մեծ նշանակություն ունի ինչ որոշում կկայացնի ժողովուրդը, որը պայմանավորված է բացառապես մեր քարոզարշավով, ոչ միայն մեր քարոզարշավով, այլ ընդհանրապես հասարակության հետ հաղորդակցության ձևով, բովանդակությամբ։ Հետևաբար պետք է այդ շանսերի տրամադրումը թողնել բացառապես ժողովրդին։ Մենք որևիցե պարագայում երբեք չենք տառապել մեծամտությամբ, անիրական ինչ-որ խոստումներով կամ անիրական ակնկալիքներով։ Մեր հիմնական եւ գլխավոր խնդիրը պարլամենտում լինելն է, նվազագույն խնդիրը։ Սա է ամենակարևորը, որովհետև համոզված ենք, որ այդտեղից սկսվելու է քաղաքական համակարգի առողջացման գործընթացը։ Քանի որ այսօր թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը հասարակությանը պահում է կապանքների մեջ եւ կեղծ օրակարգ է պարտադրում, ասելով, որ դուք գնում եք ընտրելու ուղիղ վարչապետ։ Բայց իրականում մարդիկ պետք է իմանան, որ իրենք ընտրում են առաջին հերթին պարլամենտ։ Պարլամենտն է հետո ընտրելու վարչապետ, բայց մարդը գնալուց առաջ ընտրության պետք է ինքն իրեն հարց տա, ինչ պարլամենտ է ուզում տեսնել, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ամենաբարձր ամբիոնը մեր ազգային ժողովն է, խորհրդարանը։ Հետևաբար, եթե ինքը գնում է իշխանության եւ ընդդիմության պարտադրանքով քվեարկում է վատի ու վատագույնի մեջև սկզբունքով, ինքը ունենալու է նույն խորհրդարանը, որ ունեցել է թե 21 թվականին, թե 21 թվականից առաջ, որովհետև ինչպես այսօր գիտենք, մենք այն հիմնական ճակերտավոր հիմնական ուժերը, ովքեր որ հավակնում են պարլամենտում լինել, իբր հավակնում են, որովհետև դա այդքան էլ այդպես չի, վերջի քվեն պատկանում է միևնույն ժողովրդին։ Լրատվամիջոցներն են մեզ այդպես ներկայացնում, որ իրենք են ֆավորիտները։ Եթե այդ նույն տրամաբանությամբ շարժվի հասարակությունը, ունենալ է նույն խորհրդարանը, ինչ 21 թվականին, ինչ 18 թվականին, 17 թվականին, ինչ դրանից առաջ, որտեղ ուշադրություն դարձնենք, բոլորը նույն դերակատարներն են եւ որակական փոփոխություն բնականաբար տեղի ունենալ չի կարող։ Սա պետք է հստակ բոլորը իմանան։ Եվ այստեղ ամենևին էլ կապ չունի, որ մեկը կլինի իշխանություն, որ մեկը ընդդիմություն։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Կարևորը նա է, որ մենք ունենալու ենք, հա, վատագույն տարբերակ այդ նույն պարլամենտը։ Հետևաբար մարդիկ պետք է գնան շատ պարզ այդ հստակ գիտակցումով, որ իրենք պետք է դուրս գան այդ կապանքներից, մանիպուլյացիաներից, որոնք իրականացնում են լրատվամիջոցները, որոնց ավելի վերև կանգնած են բնականաբար իշխանությունը եւ ճակերտավոր ընդդիմությունը, եւ գնան ընտրության, ոչ թե քվեարկելու, այլ գիտակցված ընտրության։ Հիմքում դնելով ոչ թե տեխնիկական բաղադրիչը, ինչպես այսօր ասում են, դե գնացեք քվեարկեք, ով ավելի շատ հավանականություն ունի պարլամենտ մտնելու։ Ինչ է նշանակում ով ավելի շատ հավանականություն ունի։ Ով է որոշում այդ հավանականությունը։ Հասարակությունը պետք է իմանա յուրաքանչյուր անհատ, որ այդ հավանականությունը կախված է բացառապես իրենից եւ ոչ ոք իր փոխարեն չի կարող այդ հավանականությունը որոշել։ Ու երկրորդը ինչ է նշանակում տեխնիկական սկզբունքով ընտրությունը։ Ով ավելի շատ ձայն կարող է ստանալ, նրան քվեարկեք։ Ուր մնաց սկզբունքը, համոզմունքը, հավատամքը, գաղափարը, տեսլականը եւ այսպես շարունակ։
Հետևաբար հասարակությունը պետք է այսօր իմանա, որ իր հետ խորքային մանիպուլյացիաներ են տեղի ունենում եւ բացառապես իր հենց այդ մեկ քվեից է կախված մենք ինչ ճանապարհ ենք բռնելու, ինչ պարլամենտ ենք ունենալու, ինչ որակ ենք ունենալու։ Պարոն Պետրոսյան, դուք նաև մարզային այցեր եք չէ ունենում։ Ինչ տրամադրություններ կան հանրության շրջանում։ Առանց բացառության մի մարզ, մի համայնք չի եղել, որտեղ բոլորը անխտիր չասեն, որ մասնակցելու են ընտրության։ Նախկինում երբեք այդպիսի բան տեղի չի ունեցել։ Երբեք համատարած անկախ տարիքից, սեռից, կարգավիճակից, ով լինելուց, բոլորը անխտիր ասում են մասնակցելու են, քանի որ մենք քաղաքացի ենք, մենք պետք է մեր ձայնին տեր կանգնենք։ Սա շատ կարևոր փոփոխությունների եւ տրանսֆորմացիաների մասին է խոսում։ Հասարակությունը պարբերաբար սկսում է գիտակցել իր տեղն ու դերը, իր կարևորությունը, իր քվեի կարևորությունը։ Սա չափազանց կարևոր է։ Երկրորդ կարևոր փոփոխությունը, որ տեղի ունենում, հասարակությունը մեծամասնությունը պահանջում է նոր դերակատարներ, բայց չի սահմանափակվում նոր դերակատարներով։ Ասում է, խնդրում եմ ներկայացրեք ձեր տեսլականը, արտաքին քաղաքականության վերաբերյալ ձեր մոտեցումները, ներքին քաղաքականության եւ շատ տարբեր հարցերի շուրջ, որոնք են ձեր պատկերացումները, այսինքն միայն նորով չի սահմանափակվում։ Իր համար շատ կարևոր է, որ դուք ածանցյալ չլինեք որևէ ուժից, եւ երկրորդը ինչ գաղափարների կրող եք։ Եվ ակնհայտ է երևում այսօր, ակնհայտ, որ մեծամասնությունը հոգնել է ուղղակի այս այլասերված խոսույթից, թե քաղաքական, թե ոչ քաղաքական, բոլորը համատարած իրար վիրավորում են, բոլորը համատարած զբաղվում են քաղաքական առումով մեկը մյուսին ոչնչացմամբ եւ մեծ աղմուկով, որ հասարակությունը այլևս հոգնել է։ Ամենասովորական մեր քաղաքացիները այսօր շատ բացասական են վերաբերվում այդ գործընթացին եւ ասում են մենք ուզում ենք լսենք նվազագույնը գոնե բանավեճ, մտքերի փոխանակում, մեզ այլևս հետաքրքիր չի, դու փախած ես, Արցախը լքած ես, դու կոռուպցիոներ ես, դու թուրք ես, դու դավաճան ես, դու վիճվածք ես եւ այլն, այս այլանդա խոսույթը մարդկանց այլևս հոգնեցրել է։ Եվ այն մարդիկ, ովքեր են դերակատարները, ովքեր որ հասարակության հետ չեն շփվում, իսկ այն ճակերտավոր հիմնական դերակատարներ ներկայացվողները որևիցե կերպ հասարակության հետ չեն շփվում, իրենք դեռ մնացել են 2021 թվականի ընտրությունների տրամաբանության տակ եւ անընդհատ այդ օրակարգն են գեներացնում, որը ավելի մեծ ատելություն առաջացնում ժողովրդի մոտ։ Իսկ ձեր կարծիքով այսօր կա իրական ընդդիմություն, թե ընդդիմությունը ճգնաժամի մեջ է։ Բնականաբար ոչ։ Ընդդիմությունը ուղիղ ածանցված է իշխանությունից։ Իշխանությունը այսօր ունի ընդամենը մեկ հենարան ներքին դաշտում, դա պարլամենտական ընդդիմություն է կամ տիտղոսակիր ընդդիմությունը։ Ժողովրդի մոտ ինքը չունի հենարան։ Արտաքինի մասին չեմ խոսում, ներքինի մասին եմ ասում։ Իսկ ընդդիմությունը որպես այդպեսին երբեք չի կարելի համարել մարդկանց, ովքեր իշխանությանը ասում են սահմանափակում են միայն թուրք եւ դավաճան խոսույթով։ Դա ընդդիմության մասին չի խոսում։ Եթե ով վերկացավ եւ ասեց, որ իշխանությունը թուրք եւ դավաճան է, դա դեռ չի նշանակում, որ ինքը ընդդիմություն է։ Ընդդիմություն լինել ամբողջությամբ այլ բան է նշանակում։ Նշանակում է ոչ միայն այդ կապանքներից զերծ լինել, ինչի մասին ես խոսեցի, այլ նաեւ ունենալ գաղափարապես այլ մոտեցումներ, այլ տեսլական, ամենակարևորը քաղաքական այլ մշակույթի կրող լինեք։ Դուք եթե նույն քաղաքական մշակույթի մեջ եք, նույն քաղաքական խոսույթի մեջ եք, նույն քաղաքական վարքաբանության մեջ եք, երբեք չեք կարող լինել ընդդիմություն։ Ձեզ ընդդիմություն չի սարքում մյուսին հայոյելը, կամ իշխանությանն էլ իշխանություն չի սարքում ընդդիմությանը հայոյելը, որ ինքը ավելի լավ իշխանություն է կամ այդտեղ կա հակադրություն։ Մեր այս ամենը պետք է վերաիմաստավորվի եւ նաեւ հենց այս օրակարգերն են, որին պետք է այս օրակարգին հետամուտ լինելն է, որ հասարակությանը պետք է ուղենիշ լինի, որ իրենք ճիշտ քվեարկություն եւ ընտրություն անեն։ Իսկ ձեր գնահատմամբ ընդդիմության գլխավոր խնդիրը ո՞րն է եղել վերջին տարիներին։ Չեմ կարող ասել գլխավոր խնդիրը որն է եղել, կարող եմ ասել, որ բոլորի խնդիրն է մեկը եղել, թե բոլոր տարիների, թե իշխանության, թե ընդդիմության, նրանք բոլորը ունեցել են լեգիտիմության ճգնաժամ։ Միշտ ու միշտ ընդդիմությունը չի կարող լինել ընդդիմություն, եթե ինքը ավելի միշտ ավելի ցածր վարկանիշ ունի, քան իշխանությունը։ Չի կարող այդպեսի բան լինել։ Այսինքն այս իրավիճակում, երբ ես բազմիցս ասել եմ, որ իշխանությունը այս ողջ ընթացքում գոնե վերջի մի քանի տարիների 20-21 թվականից սկսած գործել է 20 թվականից 21 թվականից իր գործունեության հիմքում բացի հակապետական տրամաբանություն այլ բան ընկած չի եղել որպես այդպեսին, բայց նաև ունենալով այսքան աղետալի իրավիճակ,
անդիմությունը ոչ միայն կարողացել է փոփոխություններ նախաձեռնել կամ գնալ փոփոխություններ, այլ ամրացրել է իշխանությանը։ Եվ այսօր էլ ցավոք անդիմությունը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգ եւ որակապես ինձ տարբերություն չկա։ Որակապես, հետեւաբար նաեւ առաջի քայլը առողջացման տանող, առաջին ոչ բավարար, բայց անհրաժեշտ է անդիմափոխությունն է, որի մասին խոսել ենք մենք դեռ 3 տարի առաջ։ Մեծամտություն չլինի անգամ այդ եզրույթը հայերեն անդիմափոխություն բառ գոյություն չունի։ Դա մեզնից է դուրս եկել այդ բառը, ասել ենք, եթե չլինի անդիմափոխություն, երբեք չի լինելու իշխանափոխություն։ Իշխանափոխությունը նպատակ չի։ Իշխանափոխությունն էլ է միջոց քաղաքական համակարգի առողջացման, կենսունակության բարձրացման, հասարակության համերաշխության ու այսպես շարունակ։ Պարոն Պետրոսյան, որ ընդդիմադիր ուժի հետ երբեք որևէ ձևաչափով չեք համագործակցի եւ ինչու։ Շատերին մանրամասը տեղյակ չեն, բայց ասել են, որ երբեք որևիցե ընդդիմադիր ուժի հետ չենք համագործակցի, ովքեր այս կամ այն կերպ ածանցված են նախկին կամ ներկա իշխանություններից։ Ու կապ չունի նրանց խոսույթով ինչ են ասում, կքննադատեն մյուսին, մնացածին, երկիրը փոքր է, բոլորը շատ լավ գիտենք, ով իրականում գործընթացների մեջ է ներգրաված, ով որտեղ ներգրաված չէ։ Հետեւաբար այն ուժերը, որոնք որևիցե կապ ունեն, որևիցե կերպ ածանցվում են նախկին եւ ներկա իշխանություններից, նրանցից ոչ մեկի հետ որևէ պարագայում համագործակցություն հնարավոր չի։ Իսկ ընդդիմադիր դաշտում անձնական ամբիցիաներն են գերակշռում, թե գաղափարական տարաձայնությունները, ձեր կարծիքով։ Իմ խորին համոզմամբ երկուսը միասին։ Ցավով եմ ասում, բայց հիմա եւ հարցին պատասխանում եւ փորձում եմ վերհիշել շատ տարբեր դրվագներ։ Ցավով եմ ասում, բայց մեր մոտ գաղափարական դիսկուրս ընդհանրապես տեղի չի ունեցել, չկա էլ։ Մեր մոտ քաղաքական գործընթացների հիմքում ընկած է ոչ թե գաղափարն ու տեսլական, այլ բացարձակապես ռեսուրսը, փողը։ Եվ եթե ուշադրություն դարձնենք, այսօր ճակերտավոր անդիմադիր դաշտում կոնսոլիդացիաները տեղի են ունենում ոչ թե գաղափարի շուրջ կամ գաղափարը կրող մարդկանց շուրջ, այլ որտեղ որ կա փող, ընդհանրապես փող, ուրիշ որևիցե բան չկա։ Եվ եթե այս քարոզարշավին ավելի մանրակրկիտ հետևեք, այսինքն փողոցում նաև շփվեք, գետնի վրա տեսնեք ինչ է կատարվում, ոչ միայն լրատվամիջոցներով, կտեսնեք, որ որևիցե փոփոխություն ընտրությունների մեջ այսօր գոյություն չունի։ Բոլորի հիմքում ընկած է բացառապես փողը։ Ամբողջ քարոզարշավը հիմնված է բացառապես ֆինանսական ռեսուրսների վրա։ Կարող է որոշակի փոփոխություններ կան, հա, ընտրակաշառք տալու ձևի մեջ փոփոխություններ կան, բայց ընտրակաշառքի երևույթն ու էությունը որևիցե կերպ չի փոխվել։ Ասեմ ավելի, ինչպես է գնահատում թակակոռուպցիոնի հրապարակած համարյա ամենօրյա ռեժիմով ձայնագրությունների մասին։ Ես չեմ կարող ասել դրա իսկությունը որքան է։ Դա ճիշտ է, դա իշխանության կողմից պատվիրված է, թե իշխանության կողմից պատվիրված չէ, բայց ես այնինչ որ տեսնում եմ, որի հավաստի փաստերը չունեմ, բայց մարդկանցից ամեն րոպե լսում եմ, դա երկու կողմն է լսում ենք, որ մի կողմ իշխանությունը համատարած մարդկանց պաշտոնների առաջարկում, գումարներ չգիտեմ առաջարկում են թե չէ, բայց համատարած պաշտոններ են առաջարկում։ Դա համայնքի ղեկավարներից սկսած, որոնք որ ընտրովի չեն, կամ նույնիսկ ընտրովի են իրենց աջակցությունը։ Իսկ ճակերտավոր տիտղոսակիր ընդդիմությունը համատարած առաջարկում է գումար բոլորին։ Այսինքն այս երևույթը երկու ստեկ հավասարաչափ եւ միաժամանակ գնում է, եւ այս ընտրությունները որակապես որևիցե կերպ չեն տարբերվում նախկին ընտրություններից։ Կա բացառապես հայոյանք, մեկը մյուսին ոչնչացնելու միացանկություն եւ քվե ստանալու հիմքում ընկած է ոչ թե գաղափարն ու տեսլական, այլ ընկած է բացառապես սպառնալիքները, վախի մթնոլորտը եւ միայն ու միայն գումարը։ Ուրիշ ոչ մի բան։ Մեկ էլ գումարին համարժեք, ինչպես արդեն ասացի, պաշտոններ խոստանալ եւ այլն, դրան զուգահեռ նաեւ մարդկանց սահմանափակել պայմանական ասած կալանքով կամ կալանքի սպառնալիքով եւ այսպես շարունակ։ Իսկ ո՞րն է համարում դրա լուծումը, ինչ պետք է արվի, որպեսզի բացառվի։ Միակ տարբերակը նոր դերակատարների ի հայտ գալն է եւ իրենց դերի մեծացումն է։ Նոր դերակատարներ, որոնց առավելությունը միայն իրենց նորը լինելը չէ, այլ իրենք այլ քաղաքական մշակույթի կրող են, այլ վարքաբանության կրող են, այլ գաղափարի եւ այլ որակի կրող են։ Միայն այս պարագայում հնարավոր չէ թե մարդը իր էությամբ այս համակարգի ողնաշարն է եղել 30 տարուց ավել։ Իր այդ վարքաբանությամբ պետական շահի նկատմամբ այդ բացարձակ
լավ ասեմ, պետական շահի բացարձակ անտեսմամբ եւ ընդհանրապես այս իրավիճակի ինչի մասին մենք խոսում ենք։ Այդ մարդիկ այլևս երբեք չեն կարող կերպափոխվել։ Հակառակը ցանկացած փոփոխություն այս մարդկանց համար անվտանգային սպառնալիք է, որովհետեւ այլ միջավայրում նրանք այլևս կենսունակ չեն լինելու։ Այլ միջավայրում նրանք չեն կարող գոյատևել։ Նրանք կարող են գոյատևել մի միջավայրում, որտեղ ամեն ինչի ինքում ընկած է փողը, ծանոթը, բարեկամը, եւ այլ առողջ միջավայր ստեղծվի, որը կլինի առողջ ամբողջ հասարակության համար, որտեղ կգնա հատվի գաղափարը, որտեղ տեղ եւ դեր կհատկացվի այն մարդկանց, ովքեր ունեն մրցունագիտելիքներ, ովքեր ունեն բարձր որակավորում եւ այսպես շարունակ, այս մյուս մարդիկ այդտեղ տեղ ու դեր չեն կարող ունենալ։ Հետեւաբար այս մարդկանց համար որևիցե կերպ հանրային եւ պետական շահ գոյություն չունի։ Իրենք ամեն կերպ պետք է պահեն այս համակարգը, որտեղ որ իրենք իրենց վարքով, իրենց էությամբ անելու բան ունեն եւ կենսունակ են։ Առողջ համակարգում այս մարդիկ որևիցե բանով չեն կարող զբաղվել։ Անկամ գումար չեն կարող աշխատել։ Դրա համար ամեն գնով պահելու են այս համակարգը։ Պարոն Պետրոսյան, Քոչարյանի աջակիցներն ասում էին, որ իր կառավարման տարիներին պետությունը ավելի ուժեղ էր։ Համաձայն եք այդ գնահատականի հետ։ Բնականաբար ոչ, ինչի մասին է խոսքը։ Կազմաքանդման, պետության կազմաքանդման կարևոր դերակատարներից մեկն է եղել, ամենայն հարգանքով իր անձի նկատմամբ, բայց պետության կազմաքանդման կարևոր առանցքային դերակատարներից մեկն է եղել։ Եվ պետք չէ պարզ համեմատականներով մարդկանց մոլորեցնել։ Նախ այն ժամանակաշրջանը ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը ամբողջ աշխարհում ամբողջությամբ այլ է եղել։ Զարգացման շրջաններ ամբողջ աշխարհում, տարածաշրջանում համատաբար խախանդ էր, խաղաղ էր, ներողություն այդ խոսքի համար։ Բայց այստեղ այլ տեսանկյունից պետք է անդրադառնալ։ Սա մեր համար այդ ժամանակաշրջանը պատմական պատուհան էր, որտեղ մենք պետք է ավելի ուժեղ դառնանք, ավելի հզոր դառնանք, բայց այդ ժամանակահատվածում մենք մսխեցինք ողջ ազգային ու պետական ռեսուրսը, մարդկային ներուժից սկսած, մարդկային ներուժից։ Ոչ միայն անգամ Հայաստան բերեցինք, այլ ամբողջ ուղեղային կապիտալը Հայաստանից ուղղակի վտարվեց, բառից բուն իմաստով վտարվեց։ Չեմ կարող չանդրադառնալ մեր բնական ռեսուրսներին, տարբեր կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ապազգայնացմանը, մի հատվածը գերակշիռ մասը ռուսականին, ընդերքից սկսած տարբեր, մի հատվածը շատ ավելի փոքր հատվածը եվրոպական, բայց կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը։ Բայց նրանք իրականում այդքան էլ կարևոր չեն այն ֆոնի վրա, որտեղ մարդկանց այն թեմայի հետ կապված, որով մարդկանց մանիպուլացնում են։ Ասելով, որ այն ժամանակ կար անվտանգություն։ Ուրեմն 1999 թվականի հոկտեմբերի 27-ին պետությունը գլխատվեց։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը երկրի նախագահն էր, Սերժ Սարգսյանը ներքին գործերի եւ անվտանգության նախարարն էր։ Այն մարդիկ, ովքեր որ կարծում են պատերազմներով են միայն հաղթում պետություններին, լայնամասշտաբ ռազմական գործողություններով, չարաչար սխալվում են։ Անկամ պատմությունից շատերը գիտեն, չէ՞, որ հրամանատարին գլխատում էին, պատերազմը ավարտվում էր։ Մենք անգամ այդ դերակատարները, անգամ քաղաքական բարձրագույն ամբիոնը, այդ ժամանակ քաղաքականության տեսանկյունից սրբության սրբոցը չկարողացան պաշտպանել։ Անգամ այդ ժամանակ։ Եվ ոչ միայն չկարողացան պաշտպանել, այլ նաև ունակ չեղակ բացահայտելու ձեր ասած ուչաստկովի գործը։ Ունակ չեղակ։ Սա նշանակում է, որ ոչ թե սա շատ բարդ գործ էր, որը հնարավոր չէր, այլ նշանակում է, որ դուք ուղղակի կառավարիչ եք եւ ոչ թե ղեկավար։ Դրածո մարդ ուղղակի կառավարմամբ է զբաղվում, մենեջեր։ Եվ մինչ օրս ներկա իշխանության գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել ղեկավար, ունեցել է բացառապես կառավարիչ։ Եվ ամենևին այս պարագային կարիքը չկար լայնամասշտաբ զինված գործողությունների։ Դուք ներսից պետությունը գլխատեցիք։ Վերջ։ Պետությունը արդեն ժամանակի հարց էր, մինչև որ կետին ինչքան ժամանակում կհասնի այդ դեգրադացմանը։ Ժամանակի ուղղակի հարց էր, պատմական առումով մի 20 տարի կլինի, 25 տարի կլինի, դա ոչ մի բան է։ Բայց գլխատվեց ձեր ժամանակ պետությունը, ու որևիցե մեկը այսօր այդ հարցին չի անդրադառնում։ Ասում դուք եթե խոսում եք անվտանգությունից, ինչ իրավունք ունեք ընդհանրապես դրան անդրադառնալ, ասել որ մենք անվտանգ ենք, երբ որ ձեր ժամանակ ոչ թե զորքը պարտություն գրեց, պետությունը գլխատվեց։ Պետությունները կարողանում են վերականգնվել ռազմական պարտությունից հետո շատ ավելի արագ, քան երբ որ պետությունն է գլխատվում, կարևոր ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Սա տասնապատիկ ավելի մեծ հարված է պետականության տեսանկյունից եմ ասում։ Ես չեմ անդրադառնում նրան, որ մեր ամեն տղայի կյանքի գինը ուղղակի անգին է, դրա մասին չի խոսք, ես պետականության տեսանկյունից եմ խոսում։ Երբ որ դուք էլիտային, քաղաքական ռազմական էլիտային գլխատում եք, վերաբարձանում փրփուրը։ Ու այդ փրփուրը հանգեցնել է մի իրավիճակի, որտեղ շարունակ հազարավոր տղաներ զոհվելու են, ինչը մենք տեսանք հենց մեր օրերում։ Այդ դեպքում ինչու է դեռ Քոչարյանը շարունակում պահպանել կայուն ընտրազանգված։ Օրինակ ձեր կարծիքով մարդիկ չեն հիշում ձեր թվարկած դեպքերը։ Չեմ կարող ասել։ Այստեղ կրկին գալիս ենք այն իրավիճակին, որ քաղաքականության հիմքում այսօր ցավոք շարունակում է մնալ բացառապես փողը, ռեսուրսը, ֆինանսը, բացառապես։ Եվ այս իրավիճակին մեծապես նպաստում է հենց առաջին հերթին իշխանությունը, առաջին հերթին, որովհետև քաղաքական մշակույթի փոփոխության առողջացման միակ եւ հիմնական պատասխանատուն ինքը պետք է լիներ իշխանության հանձնումից հետո։ Միակ, բայց ոչ միայն փոփոխություն չի եղել, այլ նաև շատ ավելի արագ է գնացել դեգրադացիան բոլոր առումներով, պետականության կազմաքանդման, քաղաքական մշակույթի այլասերման։ Եթե Քոչարյանը ձեզ առաջարկի միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծել, ինչ կպատասխանեք։ Ինձ թվում է դուք տալիս եք հարցեր, որոնց պատասխանը ինձանից ավելի լավ գիտեք։ Դա չի վերաբերում միայն իրեն, վերաբերում են նախկին բոլոր ղեկավարներին եւ նրանցից անցյալ բոլոր ուժերին, բնականաբար ոչ որևիցե պարագայում։ Տեսականորեն սա անգամ հնարավոր չի, տեսականորեն։ Ոչ էլ իշխանության հետ։ Ոչ։ Իսկ Սամվել Կարապետյանի քաղաքական ակտիվացումը Հայաստանի քաղաքական համակարգը ձեր կարծիքով փոխում է, կամ ինչպես կարող են բիզնեսմենների ակտիվությունը փոխել ներկայիս ներքաղաքական վիճակը։ Չեմ կարող ասել, թե ինչպես կարող են, բայց բնականաբար ոչ։ Նաև ամենայն հարգանքով այդ մարդկանց որևիցե փոփոխություն քաղաքական հայաստանյան քաղաքական դաշտում որևիցե փոփոխություն տեղի չունենում։ Հակառակ այն մշակույթի, ինչի մասին մենք խոսեցինք, ավելի արմատավորվում եւ շեշտերը այդ նույն կոմպոնենտների վրա ավելի է դրվում։ Ռեսուրս, չգիտեմ, վիրավորանք եւ անհեթեթ խոստումներ։ Ձեր կարծիքով գործարարները պետք է մտնեն ակտիվ քաղաքականություն։ Գործարարները պետք է մտնեն ակտիվ քաղաքականություն, եթե քաղաքական համակարգը առողջ է եւ ինստիտուցիոնալացված։ Մեր իրավիճակում ցանկացած գործարարի ուղիղ քաղաքականության մասնակցությունը, որտեղ ինքը առաջին համար է եւ հավակնում է պետության ղեկավարման եւ դուրս բերման ճգնաժամից, ուղիղ ազգային անվտանգության սպառնալիք է։ Եվ ոչ թե ես իմ կարծիքն եմ ասում, այլ սա պատմական փաստ է։ Քաղաքական եւ ինքնության այնպիսի խորքային ճգնաժամը, որում գտնվում ենք մենք այսօր, որևիցե պարագայում բիզնես մտածողության մարդը երբեք չի կարող դրա համար լուծումներ գտնել։ Ինքը միևնույնն է շարժվելու է սեփական, անձնական շահի գերակայության սկզբունքներով։ Մարդկանց կենսակերպը դա է, մեղադրելու չէ, հեսա չեմ ասում վատաբանելու համար։ Բիզնես տրամաբանությունը, մտածողությունը մեր իրավիճակում խորքային ճգնաժամը հաղթահարելու եւ կենսունակ մնալու համար մեր համար հավասարաչափ սպառնալիք է։ Դեմար պետք է լինեն կան մարդիկ, առաջին հերթին պարլամենտ, ովքեր ունեն քաղաքական խորքային պատկերացումներ, ինչու՞ չէ նաև ակադեմիական հենք, գիտելիքներ, պատկերացնում են ինչի աշխարհակ քաղաքականությունը, ինչ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, ինչ տեկտոնական շարժեր են տեղի ունենում, որտեղ ենք մենք գտնվում, որտեղ պետք է մեր դերը լինի եւ այլն։ Եվ ոչ երբեք, որտեղ որ պարագայում կարող ենք ավելի շատ փող աշխատել։ Փող աշխատելը լինում է հետևանքը կամ արդյունքը եւ ոչ թե պատճառը։ Եվ այսօր կտեսնեք բոլորը խոսում են տնտեսական ինչ-որ ցուցանիշներից եւ շեշտը դնում են զարգացման առումով տնտեսական առողջացման վրա։ Սա ամենամեծ սուտն է։ Ամենամեծ պատմության մեջ չի եղել այդպիսի բան։ Պետությունը մակրոտնտեսական կարգավորիչ չէ։ Նա նաեւ պետք է մակրոտնտեսական կարգավորում անի, բայց պետությունը քաղաքական առանցքային քաղաքական համակարգի գերակա ինստիտուտն է։ Միայն մակրոտնտեսականը չի։ Այս ամեն ինչից է բխում եւ ածանցում տնտեսականը։ Եթե դուք չեք ասում որպես պետություն, ես ինչ քաղաքական համակարգ պետք է ունենամ, ինչ բովանդակություն պետք է ունենամ, ինչ նպատակներ պետք է ունենամ, դուք երբեք չեք կարող ասել, ես ինչ տնտեսական համակարգ եմ ուզում, որովհետեւ ձեր տնտեսական համակարգը պետք է սպասարկի պետության ընդհանուր ուղղությունն ու վեկտորը։ Պաշտպանության նախարարությունը կամ ուժային բլոկը երբեք չեք կարող ասել, ես ինչ անվտանգային համակարգ եմ ուզում պաշտպանության նախարարության, իդեմս պաշտպանության նախարարության, եթե դուք չեք ասում պետության արժեվ ինչ խնդիրներ են դրված։
Այս ոչ մի հարցի պատասխանը չկա եւ մարդկանց միայն մանիպուլացնում են, որ մենք ձեր թոշակը կբարձրացնենք, 7 միլիոն աշխատատեղ կստեղծենք, չգիտեմ, անհեթեթ բան։ Հակառակ մենք խնդիր ունենք համակարգային մոտեցման։ Մեր ճգնաժամը շատ խորն է, բայց նաեւ այս խորը ճգնաժամի հետ մենք ունենք հսկայական հնարավորություններ, հսկայական։ Եվ եթե մենք կենսունակ ենք լինում, մենք ավելի շատ տեսնում ենք այդ հնարավորությունները եւ կապիտալիզացնում ենք։ Երբ որ մենք այս աստիճան խոցելի ենք, մեր միտքը ապականված է, քաղաքական դաշտը ապականված է նման դերակատարների կողմից, մենք միայն առնչվելու ենք սպառնալիքների հետ։ Ու դրա համար է խոսույթը հենց դրա շրջանակում է սահմանափակվում։ Մեկը ասում է, եթե մեզ չընտրեք, ադրբեջանցիները կմտնեն, կգան ձեզ բոլորիդ կկոտորեն, պատերազմ կլինի, մյուսն էլ ասում է, եթե մեզ չընտրեք, 400-500 հազար ադրբեջանցիները կգան եւ այլն։ Օրինակ, ինչու է ստեղծվել այդ խոսույթը, այդ 300,000 ադրբեջանցի, որը պարբերաբար մեծանում է թիվը։ Դեք այդ խոսույթը պետք չի տարանջատել իշխանության խոսույթից։ Նույն իշխանությունը համարժեք խոսույթ է, որ ասում են, եթե հանկարծ մեզ չընտրեք, Ադրբեջանը պատերազմ կհայտարարի։ Նույնն էլ մյուս կողմն է, օգտագործելով վախի եւ սպառնալիքի այդ տրամաբանությունը մարդկանց վախեցնել, բնականաբար սովորական, որտեղ մարդը առաջին հերթին իր վերաբերմունքը դրսևորում է էմոցիաների շնորհիվ։ Ինչպես ուզում եք արեք, սա մարդու կենսաբանական կարևոր հատկություններից է։ Ինքը ոչ թե առաջին պլան բերում է գիտելիք եւ դատողությունը, այլ մարդը առաջին հերթին էմոցիոնալ է արձագանքում։ Էմոցիոնալ առումով ամենաազդեցիկ գործոնը դա վախն ու սպառնալիքն է, տագնապը։ Տագնապի ժամանակ է, որ մարդը կորցնում է իր ունակությունը իրավիճակը ամբողջությամբ նայելու եւ պատկերացնելու։ Միանգամից գնում է հապճեպ որոշումների, ակնթարթային, պարտադրված եւ իրավիճակային։ Որը շատ հաճախ սխալ է լինում։ Միշտ է սխալ լինում, հաճախ չի լինում եւ ինքը ունակ չի լինում մի վարքյան գլուխը վեր բարձրացնի, տեսնի ընդհանրապես որտեղ է, ուր է գնում, մարդուն երբ որ պահում են այդ տագնապի մեջ, այդ խուճապի մեջ եւ ասում են իրավիճակային ընտրություն արես վատի ու վատագույնի մեջ, թե այս մայքը կսպանի քեզ, մյուսը գա կողքը կապրի եւ այլն, մարդը իրականությունը չի կարողանում տեսնել, պատկերը չի հասկանում ինքը որտեղ է, ինչ է կատարվում, ու ինքը ստիպված այդ պանիկայից ելնելով գնում այդ վատի ու վատագույնի միջև ընտրությունը։ Դրա համար եթե մենք ուզում ենք իրականում խորքային փոփոխությունների գնալ, նախ պետք է մենք լինենք ազնիվ առաջինը մեր տեսակի նկատմամբ մարդկանց զերծ բանք այս տագնապալից խոսույթների։ Դա չի նշանակում, որ եւ նրա հավանականությունը չկա։ Քաղաքականության մեջ ամեն ինչի հավանականությունը կա, բայց կարևորը դուք ձեր սեփական հասարակությանը ոնց եք վերաբերվում։ Ձեր նեղ խմբային շահերը սպասարկելու համար հասարակությանը սարքում եք, հասարակության մոտ առաջ եք բերում հոգեկան խնդիրներ, ուրիշ ոչինչ, թե դուք կարողանում եք հասարակությանը ներկայացնել իրականությունն ու իսկությունը։ Եվ ոչ թե առաջնորդում եք միայն ձեր սեփական նեղ շահերով, մարդկանց ամեն օր հոգեկանը խանգարելով, բարոյալքելով եւ անընդհատ այդ ատելության ու տագնապի խոսույթը մատուցելով։ Մենք չենք կարող այսպես առողջանանք, հնարավոր չի։ Պետք է վեր կանգնել այդ ամենից, ատելության խոսույթից, տագնապներից մնացածից։ Պետք է կարողանալ սթափ ախտորոշել մեր իրավիճակը, մեր հիվանդությունը, ձևավորել կամք այդ հիվանդությունը հաղթահարելու եւ գնալ առողջացման։ Սրա համար պետք են համակարգային փոփոխություններ։ Դա համար հասարակությունը որևիցե պարագայում չպետք է հրապուրվի իրեն ասած այդ կեղծ, իրեն տված այդ կեղծ խոստումներով։ Մեկը ասում է, եկեք ընտրեք ինձ, նախկինները այլևս կբանտարկվեն, գոյություն չեն ունենա իշխանությունը։ Նրանք ասում են, ընտրեք ինձ, մենք ազատվենք այս չարիքից։ Մեկը մյուսը, այսպես քաղաքականություն չի իրականացվում։ Իսկ դուք նրանց դիտարկում եք որպես մրցակից, թե առանձին երևույթ։ Սամվել Կարապետյանի թիմին, Ռոբերտ Քոչարյանի թիմին։ Տեսեք, մեծամտություն կլինի ասել, որ մրցակից չեն դիտարկում։ Բնականաբար մեր համար բոլորն են մրցակից են։ Նույնիսկ այն ուժերը, ով համոզված են, որ մեզնից շատ ավելի քիչ աջակցություն ունեն, միևնույն իրենք են մրցակից, բոլորը մրցակից են։ Բարձր մեկը շատ ավելի մեծ ռեսուրս ունի, բայց ֆինանսական ռեսուրսի մասն է խոսքը, մնացածը ավելի քիչ, բայց բոլորն էլ մրցակից են, բոլորը։ Իսկ ԲՀԿ-ն ձեր կարծիքով այսօր ունի նույն ազդեցությունը, ինչ նախկինում էր։ Ինչու է նորից շարունակում։ Ճիշտ ասած, չեմ պատկերացում անգամ չունեմ, որովհետև չեմ էլ հետաքրքրվում, ես անկեղծ եմ ասում, անգամ պատկերացում չունեմ, թե ԲՀԿ-ն ինչի մասին է ընդհանրապես։ Պատկերացում չունեմ ինչի մասին է ընդհանրապես ԲՀԿ-ն։ Եթե ստիպված լինեիք ընտրել Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, թե Գագիկ Ծառուկյան, որպես քաղաքական գործընկեր, ում կընտրեք եւ որևիցե պարագայում չի ընտրի, ոչ մեկին։ Ոչ մեկին։ Որևիցե պարագայում։ Ձեր կարծիքով այսօր ընդդիմության առաջնորդը ով է, Քոչարյանը, Կարապետյանը, թե ոչ մեկը։ Ինձ թվում է ընդդիմության այսօրվա
միակ իրական առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է։ Որտեղ բոլորը սպասարկում են Նիկոլ Փաշինյանի օրակարգը, բոլորը շարժվում են իր կողմից սահմանված խաղի կանոններով, իր կողմից արմատացած քաղաքական մշակույթով եւ գործիքակազմով։ Իրական առաջնորդ ընդդիմության, ով թելադրում է օրակարգ եւ տանում է քաղաքականությունը, միայն Նիկոլ Փաշինյանն է։ Եթե վաղը հանդիպեիք վարչապետին, ինչ 3 հարցեր կտայիք նրան։ Ինձ թվում է ընդհանրապես հարց չի տա, որովհետեւ իմ համար ամեն շատ ավելի պարզ է։ Եվ վերջում, ինչ արդյունք եք ակնկալում առաջիկա ընտրություններում։ Չեմ կարող ասել ինչ խորհրդարան կտեսնենք, դա ժողովուրդը պետք է ասի, բայց մեր ակնկալիքները լինել խորհրդարանում, ունենալ այդ ինստիտուցիոնալ հարթակը, բարձրագույն պետության բարձրագույն ամբիոնում մուտք ունենալ դրան եւ այդտեղից սկսել խորքային համակարգային փոփոխությունները, խորքային բոլոր այն խոսույթները, որ գիտեք ինչ, մենք այլևս վերջ հունիսի 7-ից հետո կյանք այլևս չկա, ընտրեք վատի ու վատագույնի միջև կեղծ է։ Այն մարդիկ, ովքեր միանգամից ռադիկալ փոփոխություններ են առաջարկում եւ ասում հունիսի 8-ին կարտանակ այլ պետությունում, կապ չունի դա իշխանություն թե ընդդիմություն, նրանք բոլորը ստում են։ Հասարակությունը պետք է իմանա, այն մարդիկ, ովքեր նման խոսույթ են առաջ բերում, առաջին հերթին վիրավորում են այդ ժողովրդին, որովհետեւ իրենք կարծում են, որ ժողովուրդը հիմար է։ Այս խորքային ճգնաժամի ժամանակ յուրաքանչյուր փոփոխություն լինելու է պարբերաբար եւ որքան մենք ավելի շատ տարված լինենք ամեն ինչ այս պահին լուծելու այդ մոլուցքով մենք այնքան ավելի ենք խորացնելու մեր քաղաքական ճգնաժամը։ Դրա համար պետք է հասարակությունը եւս իմանա, այո, ճգնաժամը չափազանց խորն է, մենք շատ քիչ ժամանակ ունենք այնուամենայնիվ, բայց փոփոխությունների միակ տարբերակը սա է՝ քաղաքական համակարգի առողջացումը, որը դրսևորվում է նոր քաղաքական դերակատարների, նորից դրան չանադառնամ նորից նկատի ունեմ, նոր քաղաքական դերակատարների մուտք գործելով դաշտ։ Դաշտը եթե մնաց նույնը, տեղափոխությունները որակ չեն փոխելու։ Միևնույնն է մնալու է նույն պարլամենտ եւ էական չի ով կլինի իշխանություն, ով կլինի ընդդիմություն։ Մենք դա տեսել ենք արդեն 30-ից ավել տարիներ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Պետրոսյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն է ժողովրդավարական համախմբում կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։